Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասաններն էլ շարունակում են մարմնավորել մեզ արդեն հայտնի դրական ու բացասական կերպարները։ Հեռուստասերիալում իրավիճակը լարվել է, քանի որ հեռուստադիտողների կարծիքով Մերին ու իր եղբայրը Սեմը անշնորհակալ դուրս եկան։ Սեմը չկարողացավ զսպել իր զգացմունքներն ու ատրճանակն ուղղեց Հենդոյի ուղղությամբ, սակայն ինչպես պարզ դարձավ, այնուհետև գնդակը կպավ Մերիին իր քրոջը, իսկ ատրճանակի վրա որևէ այլ մատնահետք չի հայտնաբերվել, և սա նշանակում է, որ հենց Սեմն է կրակել Մերիին։ Սակայն ինչ-ինչ պատճառներով Սեմին բաց են թողնելու, սակայն այլևս համակարգում չի աշխատելու։ Սա կարող է ազատել Սեմի ձեռքերը, որպեսզի նա վրեժ լուծի իր հոր սպանության համար։ Այդ ընթացքում Անգելինան ամեն ինչ անում է, որպեսզի կարողանա բանտում հանդիպել Հենրիի հետ, և հանդիպելուց հաջորդ օրը պարզվում է, որ Հենրիին բաց են թողնում, քանի որ որևէ ապացույց չկա, որ Հենրին մեղավոր է, սակայն դեռևս որոշ ժամանակ նա ստորագրությամբ է բաց թողնվում։ Այնուհետև հետաքրքիր կադրեր են հայտնվել համացանցում, որտեղ երևում է, թե ինչ գեղեցիկ ժամանակ են անցկացնում Հենրին ու Անգելինան և սկսում են պատրաստվել իրենց հարսանիքին։ Հենրին ասում է, որ իրենք պետք է հարսանիք անեն, իսկ թե երբ տեղի կունենա հարսանիքը, բնականաբար նրանց ծնողները դեռևս խանգարելու են։ Իսկ այդ ընթացքում Սոսի որդին Արամը կամաց-կամաց սիրահարվում է Մերիին։ Արդյոք նոր սիրային զույգ կլինի հեռուստասերիալում, թե ինչ-որ բան կխանգարի նրանց հարաբերություններին, ցույց կտա ժամանակը, սակայն Արամն ու Անգելինան հանդիպեցին ու դեռևս նրանք չգիտեն, որ հարազատ քույր ու եղբայր են, ավելին, նրանք արդեն կոնֆլիկտային իրավիճակում են հայտնվել ու Անգելինան խոստացավ, որ նրան իր տեղը ցույց կտա։ Դե ինչ, միացեք մեր ալիքին, որպեսզի միասին բացահայտենք հեռուստասերիալում կատարվող հետաքրքիր իրադարձությունները և հետաքրքիր գաղտնիքներ, որոնք վերաբերում են հեռուստասերիալում ու առաջիկա սերիաներին։ Հեռուստադիտողների մեծ մասին հետաքրքրում է, թե երբ է վերջապես Սոսը մուտք գործելու հեռուստասերիալ։ Մնացեք մեզ հետ ու մենք հաջորդ տեսանյութերից մեկում անպայման կբացահայտենք այդ հետաքրքիր գաղտնիքները, իսկ ձեզ մաղթում ենք բարի դիտում ու սպասում ձեր կարծիքներին։ Դիտեք կադրից դուրս իրավիճակները, որոնք արվել են նկարահանման հրապարակում հատուկ ձեզ համար։ Այսօր իրականում շատ ծանր նկարահանում ունեցանք, դժվար, քրթին իսկապես, բայց հաղթահարեցինք ու հիմա վայրում ենք այս մաքուր օդը, Էջմիածնի աստվածային մաքուր օդը, մի խմբով խնդրեմ, լիվիթս, խումբս, կայիշս, Արտուրս, հետո, գայ, ատ, ուտել մենք, բայց եսի մուր փողոց է, ժան, ոչի, մենք լույս ենք տալիս, մենք մեր էներգիայով լուսավորում ենք Էջմիածինը։ Իրականում շատ աստվածային վայրում ենք, այստեղ նույնիսկ չենք կարողանում բարձր խոսել, որովհետև աղմուկը խանգարում է, աղմուկն առհասարակ խանգարում է, երբեմն լռությունը իսկապես օգնում է և շատ հաճախ լռությունն ավելի խոսում է, սա այդ դեպքն է։ Իմ սրտի օպերատորը ինձ նոր հենց այնց թույն վիդեո է նկարել, Միսակն է միջելոց մեր օպերատորը, ծանոթացեք, տաղանդա շատ։
տեղս չի։ Ողջույն բոլորին, քանի որ շատ եք գրել, որ ինձ շատ ասոցացնում եք իմ կերպարի հետ, բազում նամակներ եմ ստացել այդ թեմայով, ասեմ, որ այո, ես շատ նման եմ Յանային ու իրականում երևի հենց դրա համար էլ ընտրվել եմ այս դերի վրա։ Շատ հարազատ, շատ մտերիմ Արմինե Բոյաջյանը, ով ֆիլմի սցենարիստներից է, զանգահարեց ու ասաց, որ կա այսպիսի կերպար, որը շատ նման է քեզ տեսակով ու այդպես կաստինգով ընտրվեցի։ Ես ինքս շատ եմ ինձ ասոցացնում իր հետ, Յանան պոզիտիվ, ուրախ, կյանքը սիրող, երբեք ոչ մեկին վատություն չանող, անսահման հավատացող, գեղեցիկ, իրական սիրուն աղջնակա։ Իրականում ես էլ եմ հավատում իրական սիրուն։ Այնպես որ կարծում եմ մենք շատ նման գծեր ունենք Յանայի հետ, դրա համար էլ այսքան սիրում եմ այս կերպարը։ Ես ինքս սիրում եմ սան շատ փայլփլուն բաներ, զարդեր եւ այլն ու փորձում եմ Յանային հենց այդպես էլ կերտել, որ ինքն էլ է սիրում այդ ամենը։ Այնպես որ ես ինձ ձուլել եմ Յանային, Յանային ձուլել եմ ինձ։ Նկարահանումները ավարտեցինք, գնում ենք հաց ուտելու, բայց ուզում ենք մի քանի հարցերի պատասխանել, ճիշտ է, ես աղյուսակ չէի դրել, բայց դուք ինձ լիքը հարցեր եք գրել, ձեր ճանաչած Ալբերտին ես ճանաչում եմ, թե ոչ, իհարկե ճանաչում եմ, նույնիսկ ձեզ կհիշեցնեմ, որ ես Սոսի, նույն ինքը Տիգրանի հետ ստորի է արել եւ ասել էի, որ նա իմ կուրսընկերն է, իսկ Վլադը, նույն ինքը Ալբերտը, իմ նախկին կուրսընկերն է ու արդեն 5 տարի է ճանաչում ենք իրար եւ լիքը պրոյեկտներ իրականում միասին ենք նկարում, միասին ենք աշխատում ու առիթից օգտվելով որոշեցինք ձեզ հետ կիսվել նաև այն բանի մասին, որ մենք ունենք մի փոքրիկ գաղտնիք, գործնական գաղտնիք, որը ոչ մեկի հետ դեռ չենք կիսվել։ Իրականում հիմա շատ աշխատում ենք այդ միտքը իրագործելու համար ու ինչից ենք ոգեշնչվել, այն մտքից, որ հաստատ ձեզ դուր է գալու։ Լավ, ամեն ինչ իր ժամանակին։ Այո, կանենք կվերջացնենք ու հուսով եմ մի օր համարձակություն կգտնենք, կասենք, կպատմենք ձեզ նաև, թե ոնց ենք հասել այդ կետին։ Այսքանը գոհ եք։ Շատ։ Կարամ խոսամ։ Այո, իհարկե։ Սկացեք ինչպես է ձեր ստորիում։ Շնորհակալ եմ Աննա ջան ձեզ ինձ ձրի գովազդանելու համար։ Անվճար գովազդելու, Ես այո։ գիտեմ էլի որ դուք թանկի վերցնի։ Պեջի ես մասը։ Կտրեք։ Ահա։ Այդքան է, մերսի շատ ինձ Խնդրեմ։ գովազդանելու համար։ Խնդրեմ, Վլադ ջան, դե հիմա գնանք քո հաշվին